Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, մենք պիտի շատ շուտ մտնեինք եթեր այսօր, բայց գիտեք, որ մենք 8 տարի երկիրը արտակարգ իրավիճակում է, երկրի գլխին վերեցին դրեցին մեկին, որ միայն ու միայն երկիրը տանում է ցնցումների, բառից բուն իմաստով։ Երեք այդպես ասի չկա մի լուսաբաց, որ այս պատուհասը, ազգակործանը, ինչ-որ մի հատ գույժով, ինչ-որ մի բանով չմտնի ամեն մեկիս տուն։ Ինչպես երեք ասեցի, դա 3 պատերազմ բերող, այդքան մահ բերող, օկուպացված տարածքներ եւ երկիրն էլ վերածել է մի մեծ դատարանի։ Ինքը փոխանակ պատասխան տա թե ինչի լինելով Արցախի անվտանգության երաշխավորը հրաժարվեց եւ ծախեց հանձնեց Արցախը թշնամուն, ինչու լինելով Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը հիմա օկուպացված տարածքներ կան Ադրբեջանի կողմից եւ դրա մասին ծպտուն չկա, ձայն չկա, ինչու լինելով հայ ժողովրդի նաեւ հայ երաշխավորը այսօր մեր հայրենակիցները շարունակում են մնալ Բաքվի բանտում եւ դրա հետ կապված ոչ մի ձայն ծպտուն չկա, բայց այս մարդը ընկել է հատկապես նրանց հետևից, ովքեր որ ասում են հայ ժողովուրդը իրավունք ունի, հիմա այդպես կարող ենք ասել պարոն Սուրենյաց, որ ասում են հայ ժողովուրդը իրավունք ունի ուղղակի լինելու, որտեղ ակնհայտ է դառնում հայոց պետականության ոչնչացման մասին է խոսքը եւ հատկապես թիրախավորվել է բոլոր նրանց, ովքեր որ կանգնած են իսկապես մեր նորանկախ չքնաղ հզոր հայրենիքի հիմքերում եւ ովքեր ունեն մեծ ահռելի մեծ ներդրում Արցախի հանրապետության զարգացման եւ Հայաստանի հանրապետության զարգացման մեջ։ Հիմա թիրախում դե գիտեք մեր մեծ բարերար գործարարներից մեկը շարունակում է մնալ կալանավորված, մնալ մյուսը, ինչ ասում են, հանձնվեց եւ այդպիսի շատ կարծիքներ են շարունակում է մնալ Բաքվի բանտերում, իսկ մյուսը այսօր դատարանում էր 3 առավոտից ուղակի տերորի տակ էր Գագիկ Ծառուկյանը եւ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը 7 ժամից ավել, հետո ասեցին 17 ժամ ընդհանրապես թե ինչ են փնտրել եւ որոնել, այս մարդը այնքան ինչ ասեմ, հիվանդագին երևակայություն ունի կամ այնքան վրեժ խնդիր է, այնքան չար է, որ երեք երբ որ այս բաները իրանց տնից ինչ որ բաներ էին հանում, փաստորեն պարոն Սուրենյաց, այս մարդը նաեւ կռիվ է տալիս խրտվիլակների հետ։ Պատկերացնում եք։ Խրտվիլակներ էին այնտեղից անում, իսկ հիմա կասեք, այս ինչ է ասում, ինձ համար շատ ծանր տեսարան էր, երբ որ այնտեղ անշնչացած բաներ էին, առյուծներն էին պարկած, այս մարդը անգամ խնդիր ունի կենդանիների հետ, այսինքն այն մեր հյուրերից մեկը քիչ առաջ ճիշտ նկատեց, տեսնում է մարդուն ասում է, ինչի՞ չես զոհվե, ինչի՞ չես զոհվե, տեսնում է կենդանին, ասում է, ինչի՞ չի սատկի այս կենդանին։ Այս մարդու միակ բանը թե ինչ ինքը վրեժ ունի, դուք չեք ընդհանրապես ապրում։ Այս բանը առյուծ ինչի ընդհանրապես կա, պիտի սատկի, որպեսզի սատկի ինչ պիտի անենք, պիտի տանենք գազանանոց, ինչի պիտի տանենք գազանոց, ունենք մենք այդ նկարը, որ հայտնվի այն կենդանիների կարգավիճակում, ինչ կարգա չէ, այն վիճակում, որ սատկելու եզրին են կանգնած, հիմա նայեք, այսա, տեսնում եք, կենդանաբանական այգում, նայեք, այս վիճակում են կենդանիները։ Հիմա ինչ է արել, առյուծ ունես, կտանում այդ առյուծը չես դնում, դեմ սատկի, դու ինչի չես զոհվել, ինչի չեք զոհվել, ինչի հիմա, ես չգիտեմ, այս մարդուն ով պիտի կանգնեցնի, շատ վատ բան եմ ես ճիշտ ասած նկատում, պարոն Սուրենյանց, մենք 18 թվականից այս ամեն ինչի մեջ ենք, գիտեք, որ սկզբում մեր գեներալները թիրախավորվեցին, նախագահը թիրախավորվեց, էլի այսպես բան ճանապարհ անցած մարդիկ թիրախավորվեցին, եւ ես նկատել եմ, որ դե ժամանակ էլ մարդիկ կային, որ չէին արձագանքում, пассив էին, դատարաններ չէին գնում եւ այլն, եւ դա շարունակվում է։ Հիմա այս դուք գիտեք, բոլորի հետ եմ խոսում, շփում եւ այլն, սա շատ բան տեսարան է, հիմա պիտի անկախ ամեն ինչից, Գագիկ Ծառուկյանը, չգիտեմ, այս դատավարությանը գնացել է, չի գնացել, արձագանքել է այս մեկին, այն մեկին, մենք այդ վիճակում չենք, մոռացեք, ամոթ է, դրանով չպիտի առաջնորդվել, դուք, եթե ձեր կռիվը երկրի համար է, եթե ձեր կռիվը ազատագրվելու համար է, սխալ եմ ասում, պարոն Սուրենյաց, չպիտի նայել այդպես բաների, 3 պիտի ողջ ուժեղ Հայաստանը լիներ դատարանում, պիտի լիներ Գագիկ Ծառուկյանի տան մոտ, հիմա գուցե Սամվել Կարապետյանն ասի, ինչի
իրանք այնտեղ չէին, չպիտի դրանով առաջնորդել, եթե դուք առաջնորդվեք դրանով կամ Ռոբերտ Քոչարյանի թիմը կամ Հայ-Աղափական Դաշնակցությունը ասեն, դե ինչի իրանք այնտեղ չէին, չէ, եթե մենք առաջնորդվենք դրանով, հենց այս պահից կամ 3 առաջ օրից կամ վաղը չի մյուս օրից, չգիտեմ, կարող ենք արձանագրել, որ Նիկոլը հաղթել է եւ շարունակելու հաղթել, ճիշտ է թե ոչ։ Մենք պիտի դրանից, դուք պիտի դրանից վեր լինեք, դուք պիտի դրանից բարձր լինեք։ Հերիք է, ամոթ է այդ նեղ անձնային, այսինքն ես նստեմ մտածեմ, ճիշտ ոնց է իրան պահել իմ հետ կապված ինչ որ հարցերում Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Սուրենյանցը, չի կա, մենք այդ վիճակում չենք։ Մենք բոլորովին այլ վիճակում ենք։ Դուք տեսնում եք այս անձը ոչ մի բանի առջև չի կանգնում։ Այս անձը ունի կարգախոս, ինչի դու չես զոհվել։ Ով կանգնում է իր դիմաց, ինքը ասում է, ինչի դու չես զոհվել։ Ով կանգնում է իր դիմաց, ասում է, ուր է Արցախը։ Այս ինչ թանկացումներ են, այս ինչ թալան է, այս ինչ խայտառակություն է, այս ինչ նվաստացում է։ Ինչի՞ է մեր երկիրը օկուպացած, ասում է, դու ինչի՞ չես զոհվել։ Ավելին, եթե ինքը իմանա դու մի հատ շան ձակ ունես կամ առյուծ ունես, առյուծի ձակ ունես, ինքը կուղարկի այնտեղ եւ կասի գնացեք եւ բանը հաստատեք, որ այդ կենթանին սատկել է, կամ պիտի զոհվեք, կամ պիտի սատկեք։ Իմիջայլոց բանը կենթանիների պաշտպանող, բանս ինչ որ կազմակերպություններ կան, մարդիկ կան, որ սատկում են շների համար, շանձակերի համար, բանը կռիսների ձակերի համար, չգիտեմ, մկների պոչերի համար, ասենց մեռնում եք դուք։ Դուք այդ տեսարանից, ես ճիշտ ասած ինձ թվաց միայն ես եմ տենց վատ վիճակում հայտնվել, բայց շատերի մոտ է դա շատ ծանր զգացողություն առաջ բերել, երբ որ տեսել են այդ զարհուրելի այդ բան պատկերը։ Ինչն է խնդիրը, Գագիկ Ծառուկյանը, ինչպես ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրավունք ուներ առաջադրվելու, այդ մարդը կուսակցություն ուներ եւ իրավունք ուներ պայքարելու։ Ինչ է արել, մի հատ է դրեք, եթե ձեզ իրեն դուրս չի եկել իբրև թե ինչ որ խոսքեր, որ ասել է, հիմա էլ այդ սրիկան ինչ որ մեկը ինչ որ վանդակից է խոսում, այս սրիկաներ, այ փողոցից եկած թափթփուկներ եւ դուք ձեզ իրավունք եք վերապահում այս ամենից հետո ինչ որ բաներ ասել, հիմա տեսեք այս անձից մի դրվագ ընդամենը, երևի դուք չեք լսել այս բառերը։ Ես վստահեցնում եմ, եթե այս բառերը ասեր ցանկացած մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վստահաբար այս մարդը վաղուց արդեն կալանավորված կլներ, իսկ Նիկոլի պարագայում միայն կալանքով չեն բավարարվում, որտեղ այս մարդը, ոնց որ Ռաֆի Հովհաննիսյանն ասեց, եթե ներսում իր մեջ բոմժը նստած է, ինքը միայն այդպիսի մարդը կարող ասել բոլոր այդ բոմժեմ դարձնելու։ Ոնց կարող է մարդու մեջ արժանապատվություն լինի, վեհություն լինի, սեր լինի, հայրենիք լինի, պետություն լինի, զարգացնելու բան լինի, ու մարդը այդպիսի բառեր ասի։ Ինչ է ասել, խնդրեմ, դրեք։ Ուրիշների ներկայությամբ քո կողքին վիրավոր ես, դա խոսքի ազատություն չի, դա անդասիրակություն է, լεπτույություն է, խուլիգանություն է։ Սպառնում եմ, ասում եմ, եթե սատկացնելու եմ ու ծնկի եմ բերելու, եթե կզծնելու եմ։ Հիմա դուք ասեք, դուք ոնց եք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում ապրող մի քաղաքացի կանգներ ասել, ես ձեզ սատկացնելու եմ Նիկոլ, կամ ես ձեզ զատկացնելու եմ ՔՊ, կամ դու ինչ էր տեղի ունենալու այդ անձի, այս մարդը այսպիսի բաներ է ասում, եւ հիմա ասում են իրեն դուր չի եկել, որ Ծառուկյանը ինչ որ բան է ասի, այսինքն դու պիտի ասես, ես քեզ սատկացնելու եմ, ես ձեր կաշին քեր, չէ, այդպիսի բան ասես, կաշին քերելու եմ, մկների պես չգիտեմ ինչ եմ անելու, էլ ինչ է, չգիտեմ, ինչ ասես, ձեզ նվաստացնելու եմ, ձեզ բոմժ եմ դարձնելու։ Այս մարդիկ արժանապատվություն ունեցող մարդիկ են, այս մարդու հետևում բանը մեդալների սենց բանը է, օլիմպիական մեդալակիրներ, չեմպիոններ, սպորտի մեջ զարգացում, Հայաստանի դրոշը հպարտաբար բարձրացել է, այդ ում շնորհիվ է, այդ կես միլիարդ 500 միլիոնի մասին է խոսքը, որ միայն Գագիկ Ծառուկյանը, գիտեք, չէ՞, կամ այդ թվի մասին է խոսքը, որ միայն Գագիկ Ծառուկյանը ներդրում է արել սպորտի մեջ։ Դուք, որ այսպես անտարբեր բոլորդ նստած եք, ես չեմ հասկանում, ձեզ դուր է գալիս, որ ասենք վաղը 30,000 մարդ, երեկ արդեն 5,000 մարդ, այսօր արդեն 10,000 մարդ, վաղը արդեն 30,000 մարդ, 50,000 մարդ, երբ որ փակվում է Գագիկ Ծառուկյանի բոլոր հիմնարկությունները, հայտնվելու են փողոցում։ Պարզ հարց, Նիկոլ, այսօր այս խայտառակ թանկացումներ, այս խեղճ ու կրակ ժողովուրդը ոնց է ապրելու։ Դուք ես գնաճին տեղյակ եք, պարոն Սուրենյաց, ոնց է, այսինքն այս ժողովուրդը, գիտեք, չէ՞ մեզ մոտ ոնց են ապրում, հաշվում են կոպեկները դրամը, որ ոնց պիտի հասցնեն մինչև մյուս ամիս, այն վարկը, այս հոսանքը, հացը 420 դրամ է դարձել, հացը, բրինձը, չգիտեմ ինչ,
Այս իրավիճակում այս խայտարակ գնաճի ժամանակ սոցիալական այս խայտարակ ծանր աղքատության շեմին դու անես 30,000 մարդ շպրտես փողոց, ինչի համար, որովհետև մարդը քեզ ինչ որ բան ասել, դա քեզ դուր չի եկել կամ դուր եկել, բա դու դրանից առաջ ասում ես սատկացնելու եմ, ոնց թե։ Այսինքն քեզ կարելի է լինելով ենել այդ տեղում նստած, քեզ կարելի է նման բան ասել, ձեզ բոմժ եմ դարձնելու, ում ես դարձնելու։ 1 միլիարդ բարեգործություն արած բանին, Սամվել Կարապետյանին, հա, չգիտեմ քանի միլիոն բարեգործություն արած Ռուբեն Վարդանյանին, որ միջև հիմա մարդիկ գնում են հիանում են այդ ճոպանուղով այդ ամեն ինչը որ արել է Ռուբեն Վարդանյանին, ահռելի ներդրումը աշխատատեղեր ստեղծած, այս մարդը այս տարիքում, այս կարգավիճակում, այսքան ճնշումների տակ այսօր էլի փառահեղ ծրագիր է իրականացնում Գագիկ Ծառուկյանը, դա փառահեղ ծրագիր չի, որ բանա կանգնեցնում Հիսուս Քրիստոսը, դա փառահեղ ծրագրի մասին չի խոսքը։ Ոնց կարելի է եւ ես ապշում եմ ուղղակի ինչ որ մի հայ պիտի նստի հիմա ուրախանա նրա համար որ 30,000 հայ շպրտում են փողոց, հա դրա համար կամ չգիտեմ ինչքան բանտեղեր է ստեղծվելու, ավիրվելու է ինչ ալնելու, իսկ դուք տեսել եք, չէ, այնտեղից որտեղից որ հեռացվում են հայերը, այնտեղից որտեղից որ ինքը դենա շպրտում, ովքեր են հայտնվում Ովքեր են հայտնվում, են գեներալներին, որ ուղարկում է այնտեղ, այն աներին ուղարկում է այնտեղ, ովքեր են հայտնվում, այո, ադրբեջանցիները, այն որ ասում են, այս ապրանքը, այն ապրանքը, այն ապրանքը, հիմա սահմանափակումներ կան, Ռուսաստան չեն գնում, հարց տվել եք ձեզ, ում ապրանքն է հայտնվում այդտեղ, հարցրել եք, Ադրբեջանի, դեմա դրա համար ես դա եմ ուզում հարցնել, հիմա, որ ես չգիտեմ ինչ, այս տերորը, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի անեմ, այսինքն այդ պարապ հող եք ստեղծում ում համար, որ երկրի սպորտսմենների համար, որ երկրի գինի կոնյակ արտադրողների համար, հարց եմ տալի, որ երկրի ցեմենտի գործարանի արտադրողի համար, հա, որ ուսեն շարունակեմ, անվերջ շարունակեմ, լավ ինչքան անմարդկային պիտի լինի, ինչքան պիտի մարդչալ լինի, դուք գնում եք առանց զգուշացնելու, փակում եք հյուրանոցը, մարդկանց դուրս եք շպրտում այդտեղ, դուք պատկերացնում եք ինչքան տուրիստներ կան, մարդիկ են, չէ, մարդիկ ծրագրել են, որ պիտի գան այդտեղ հանգստանան, ու Գագիկ Ծառուկյանի հյուրանոցներից դուրս են շպրտում մարդկանց, ասում են ամբողջը պլոմբում են, չգիտեմ ինչ են անում, կալանքի տակ են վերցնում, ավելին ասեմ, դուք գիտեք որ հարցանեկան հարարողություններ էր դրած, ինչ անի, օրինակ այդ որ դուք այդպես դժբախտ վիճակում գցեցիք այդ հարցին, փեսային, հարազատներին, դուք մտածել եք ինչ է, ես չգիտեմ, եւ դրանից ընդամենը մի ժամ հետո, եւ որ մարդը կանգնում եւ խոսում ասում է, բյանի, մենք չգնանք, բոլորը սապոկ լիզով, կոշիկ լիզով, այդ պատկերի մասին հիմա պարոն Սուրենյանցը մանրամասը կնկարագրի թե ինչ տեղի ունեցավ Միշուսին եւ ինչ խնդրեց, ինչ արեց, ինչ տեղի ունեցավ, ու դրանից հետո մարդը մտնում է եթեր, ասում է ես ձեզ սիրում եմ, ում ես սիրում, այն հարցին ում հարսանիքը գլխին ավեր դարձրեցին, այն փեսային ում հարսանիքը այսպես ավեր բերեցին, այն հարցնքավորներին այսպես, որ այս խայտարակ վիճակի մեջ հայտնվեցին, այն հանգստացողներին, որ այս վիճակի մեջ հայտնվեցին, այն 30,000 հայրենակիցներին, որ փողոցում հայտնվեցին, այն Գագիկ Ծառուկյանին, որ միայն արարել, ստեղծել, շենացրել, այդ մարդուն դու արցի դու դրանից բան զգացիր, դու դրանից հետո որոշել ես, որ դու սիրում ես, տենց է սերը լինում, պարոն Սուրենյան։ Չէ, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի երկիրը ըստ էության ոչ թե դատարանի է վերածել, այլ համակենտրոնացման ճամբարի, դե օրինակ համակենտրոնացման ճամբարում մարդը չի կարող առանց գլուշնիկների կամ բանտապետի թույլտվության երկրի սահմանը հատել, մենք էդ էլ չէ տեսանք միջև ձերբակալությունները, երբ որ լրիվ ապօրինի թույլ չտվեցին նույն Գագիկ Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին հատել սահմանը, երբ որ որևէ հիմք չկար դրա համար։ Բոմժի մասով կասեմ, իրականում արդյունք արժեք ստեղծող մարդկանց դժվար է բոմժ դարձնելը, բայց բոմժի կարգավիճակում ցավոք սրտի շատ հնարավոր է հայտնվել մի քանի տասնյակ հազար մարդիկ, ովքեր աշխատում են։ Խեղճ ժողովուրդ։ Այո, աշխատում են իրանց աշխատավարձերով, իրանց քրտինքով աշխատում էին, օրինակ երեկվա միայն խուզարկությունների հետևանքով 7-ից 8,000 մարդ այս պահին պարապորտի մեջ է։ Մարդիկ չգիտեն էլ երբ է վերականգնվելու իրանց գործը։ Էն էլ ասեմ, օրինակ տեսեք։ Հաշվարկարել են, դա տնտեսապես ինչ վնաս է։ Տնտեսապես ասեմ, մի պարամետր ասեմ։ Եթե 3 օր ցեմենտի գործան այս վիճակում գտնվեց, շինարարությունը կանգնելու է Հայաստանի։ Ես հələ այն
արտահանման բանի, կոնյակը արտահանվում է, դրա կոնկրետ տնտեսական հետևանքների բյուջեի վրա չեմ կարող ստույգ ասել, բայց ցեմենտը երեք մասնագետների հետ խոսացել եմ, նաև այս ձեռնարկության պատասխանատուների, եթե ուրեմն 3 օր կանգնում է շինարարության ծավալները էական կրճատումը Հայաստանում տեղի ունենում։ Էն էլ ասեմ, որ ցեմենտի գործարանի աշխատանքը դադարեցրել են ոչ պատշաճ կարգով, որտեղ վրա անգատրվել անմիջապես կանգնեցնել, կարող է էկոլոգիական աղետ առաջանալ, կամ էլ սարքավորները կարող են շարքից դուրս եկածնել, այդ երբ որ վերագործարկեն կերևա։ Սա մեկ, երկրորդը դուք ասեցիք հումանիտար մի հատ շատ կարևոր խնդրի մասին։ Օրինակ, Օլիմպիադանում եղել են օտար երկիր ներկայացնող մարզիկներ։ Այդ բազայում, Տավթաշենում գտնվող։ Դուք պատկերացրեք, եկել են այդ մարզիկներին։ Դուրս են անել։ Խոզարկություն, հա։ Կամ չտեսնված, չլսված բան է։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը գրասենյակը կնքված է։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, դա էլ բիզնես չի։ Այսինքն դա ՄՕԿ-ի լիարժեք անդամ կազմակերպությունն է, որը ըստ էության զբաղված է հայկական սպորտի ղեկավարմամբ։ Այդ նշանակում է, որ հիմա միջազգային մրցումներ կան, բաներ կան, համակարգիչներն են տարել ընդեղի։ Դուք պատկերացնում եք հիմա անդադ օրինակ ընդեղ կա այդ ՀԱՕԿ-ում միջազգային բոլոր գործընկերների հետ կապվող կապի բաժին։ Դուք հիմա պատկերացնում եք ինչ արնելու, այսինքն կապվելու են, չկա կամ ընդհանրապես որ այս լուրը առնեն, ինչա ստացվելու։ Այս ամեն ինչը ճիշտն ասած։ Հետո պարոն Սուրենյան, ո սպորտսմենը այդ օրը չի գնում, այդ սպորտսմենը 10 տարեկանի Իհարկե, չէ, ես ընթացիկ նույնիսկ պրոբլեմներն եմ։ Այս ինչ է։ Ես նույնիսկ ընթացիկ պրոբլեմներն եմ ասում։ Կամ այս ամեն ինչը իհարկե 2018 թվից է սկսել, դուք շատ ճիշտ ասեցիք, ուղղակի այն ժամանակ չէին գիտակցում, որ այն ժամանակ իշխանության ղեկին գտնվող ուներ բարձր վարկանիշ, շատ քիչ էին ընդդիմախոսները, օրինակ ես հիշում եմ, ինչ էին անում ինձ, երբ որ պաշտպանության տակ առա գեներալ Մանվել Գրիգորյանին այն թվերին։ Ես եմ պաշտպանում։ Ունդորում ես չէի ասում գեներալ Մանվելը հրեշտակ է, ես չէի ասում ինքը չի կարող որևէ սխալ բան արածելներ։ Ես ասում եի հայրենիքի առջև նման ծառայություններ ունեցող մարդուն նման ձևով նվաստացնելը անթույլատրելի է։ Ես ասում եի, որ հայրենիքի համար 100 անգամ վիրավորում ստացած մարդուն չի կարելի կալանքի տանել։ Եթե նույնիսկ կա ինչ-որ խնդիր, կարող քննությունը տանեն այդ մարդը դրսում մններ եւ այլն։ Եվ դա շարունակվեց Խաչատուրովի նկատմամբ, Խաչատուրովի ընտանիքի Խաչատուրովներ, բայց գեներալ Մավելինը շատ տիպիկ էր։ Այս նույն պատմությունն է, հիշում եք, այդ մարդու հանգստյան գոտել էին, մտել ինչ-որ տես ցուցադրական բաներ էին նկարում ցույց տալի։ Հետո պարզվեց, որ ամբողջը կեղծ է։ Հետո պարզվեց, որ այդ պարզվեց չէ, ժամանակ ես գրել եմ այդ մասին։ Ով էր էլի Չախոյանի մոտ էր, այդ որտեղ։ Ջոկատի հրամանատար, ցանկացած ջոկատի հրամանատար, այդ գիտի, որ այդ պայոկ կոչվածը, որ դիրքեր գնալուց վերցնում են, հետո հետ գալուց ջոկատի այդ բրակիրվանի բանը դառնում կներեք, այսինքն դա հետ չի վերադարձում, դա դե ծանբարում միայն կենթանիներն էլ կարող են օգտագործել, մարդը էլ չի կարող դա օգտագործել, այսինքն դա ներկայացնել, որ այսինքն պատկերացնում եք գեներալ Մանվելին սարքել էին Տուշոնկի գող, այդ ով որ Մանվելին ճանաչում է, ծիծաղալը չէ, էլի այդ բանը։ Նույնն էլ Ծառուկյան։ Հիմա Ծառուկյանին բռնել են, ասեն, գիտեք ինչ կա, մարդը ամեն մարդ ունի իր նախասիրություն, մեկը ֆուտբոլ նայել է սիրում, մեկը կենթանի։ Բայց ինչ է անում, հոգ է տանում, չէ՞ կենթանիները։ Իհարկե։ Ինչ է անում։ Հիմա բռնել եք առույցը։ Այդ մատնում է իր հոգեբանական վիճակը, քանի որ առույցի հայտնի հայտարարությունից ինքը շատ վիրավորվել է երևի։ Ոտիկը կանգնում ասում է կսատկացնեմ, Բա հենց այդ եմ ասում, այսինքն ասելա հələ մի բան էլ բավականին մեղ պատասխան ստացել, բայց քանի որ ինքը այդ աբիժնիկությունը չէր կարա բանաներ իր զսպեր առաջացավ են ինչ առաջացավ, դե որովհետև հոգով թույլ մարդու կեցված կա դա, երբ որ դրսում կզում է, ներսում փորձում է ինքը այդ նույն բանը անել։ Հիմա ես ուզում եմ ասեմ, որ սա Սամվել Կարապետյանի կամ Գագիկ Ծառուկյանի խնդիր չի։ Իհարկե։ Իրանք մի հարցում են սխալ։ Անդադար բոլոր եթերներում կասեմ,
որ միջև այս պահը չեն կարողացել այնպիսի համակարգ ձևավորեն, որ Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության։ Այո։ Այդ մի հարցում են իրանք սխալ։ Էդ էլ թող դասեր քաղեն, հիմա ինչև է։ Մնացած հարցերում։ Ուրեմն տեսեք, աշխարհում չեք գտնի մի հատ դեպք, որտեղ օրինակ որևէ բիզնեսի նկատմամբ Եվ դուք էլ ասեք, էլի վերջացրեք այդ խոսքերը, բա մեզ դատումային չկան, բա մենք նստում Ա չէ լավ է, հիմա օրինակ ես բոլորին պաշտպանել եմ։ Ես անգամ չեմ էլ ճանաչել։ Այդ իմ ու ձեր քաղաքականավորը թարգեք։ Ուրեմն Արմեն Աշոտյանը բոլորից քաղաքականավորն է։ Սամվել Կարապետյանը բոլորին սա, Գագիկ Ծառուկյանը բոլորին սա։ Այդ թարգեք, այդ ֆրագմենտալ այդ բաները, այն նացիստական Գերմանիայի մեր, չէ, սոցիալ-դեմոկրատներին թվում էր կոմունիստներին կուտեն, իրանց հետևից չեն գա։ Հետո նրանց թվում է չկա, ուրեմն սխալ արե, որ վախտին չի եկի։ Սենց ասեմ, եթե չի եկել պաշտպան, որ մեկը ասում է, բա ինչ որ բռնեցին, այնի ուրեր, լավ չի արել, որ չի եկել։ Օրինակ հիմա լավ կլներ Խաչատուր Սուքիասյանը խոսեր, որտեղ երբ որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ նախկին իշխանությունը Ես ուզում եմ հիշեցնեմ 2008 թե 9 թիվներ դա, որ ասուլիսում Գագիկ Ծառուկյանը շատ հրապարակային, ասեց իմ եղբայրն է, իմ ընկերը եւ այլն, բայց բառացի եմ նույնիսկ հիշում։ Գիտեք, հիմա էլի եմ ասում, հեշտակներ չկան, եթե ինչ-որ խնդիր կա, շնաց այս գործը, որ առաջադրվել է պարոն Ծառուկյանի։ Ուրեմն ես ասեմ, սա ակամայից այս գործի մասին տեղյակ եմ։ Ստեղ եթե իրավական պետությունում ապրենք, տեղյակ եմ ինչով խոսքու զրույցից եմ տեղյակ, ոչ թե պատմել են, ինչ-որ բանի ներկա եմ եղել, լսել եմ։ Ուրեմն, այս գործում, եթե մենք իրավական երկիր լինենք, այդ պարսիկ գործարարի Պարսիկ գործարարը ժողովրդական լեզվով ասեմ, ոչ իրավական տերմիններով փողա գցե պարոն Ծառուկյանին։ Այսինքն եթե մենք իրավական երկրում լինենք, ընդհակառակը խարդախության զոհ է այս դեպքում Ծառուկյանն է։ Հետո Հիմա այսինքն ըտե ստեղ գտանում են նրան, որ կազմակերպված հանցագործության այդ գործ ունենք։ Ես ասում եմ, Պարոն Սուրենաց, ուրեմն այդ բանը 8 տարի չգիտեր, 4 տարի չգիտեր։ Ադա վաղուց Հենց որ Գագիկ Ծառուկյանը որոշեց, որ պիտի ընտրությունների հիմա եկան գլխավոր Գագիկ Ծառուկյանի ձայները բողացան, Գագիկ Ծառուկյանին թույլ չտվեցին։ Գլխավոր բանին եկան։ Անդրանիկ Թևանյանն էլ այնտեղ փակեցին, նոր արդեն Ուրեմն գլխավոր բանին եկան։ Գլխավոր տեղում եկանք։ Ուրեմն տեսեք։ Մեր որդիների մասին այդ թվում ին որդու վարժանքների կանչելու մասին հիշում են, երբ որ փուլ է իմաց, չէ, կանչել են վարժանքների։ Տղա է գնացել է վարժանքների, ոչ մի խնդիր էլ չի լինի։ Բայց իրանց մտքով պատժել են, էլի։ Հիմա գործարարներին պատժելու մասին հիշում են, երբ որ գործարարը քաղաքական կարծիք է ասում կամ քաղաքական մասնակցություն է ձևակերպում։ Համոզված եղեք, Սամվել Կարապետյանը Գագիկ Ծառուկյանը շատերի համար ԿՊ-ականների հիմա խոշոր եւ հարգված հարկատու նույնիսկ բարերար կարող էին լինել, եթե նրանք քաղաքական հայտ չձևակերպեին։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած 18 կամ 19 թիվներ, հիմա չեմ հիշում, ասում էր նա օլիգարխ չի, ինքը խոշոր կապիտալի ներկայացուցիչ է։ Ճիշտ է, Ինքն է օլիգարխ անունը Ծառուկյանի վրա մաքրի։ Բա հիմա ինչ պատահեց։ Որտեղ հիմա քաղաքականության մեջ է։ Գագիկ Ծառուկյանը չլիներ։ Բայց ես ուզում եմ մի բան էլ ասեմ։ Որ Գագիկ Ծառուկյանը չուզենար, Բարգավաճ Հայաստանը չուզենար, որ անցնել։ Ինչ էին անելու։ Սպանելու էին։ Եթե Բարգավաճ Հայաստանը չէր քվեարկում, այս ինչի մասին է խոսում։ Ապերախտության, անշնորհակալ լինելու, աներախտ։ Գագիկ Ծառուկյանին ինչի չի ներում։ Հարց եմ տալի, սպանելու էին 18-ին։ Բարգավաճ Հայաստանի հետ падգամավորն են, եթե որոշեր, որ չի քվեարկում, ինչ էին անելու։ Չէ, ինչ էին անելու, իրանց ավանդական մեթոդաբանությունն էին անելու։ Ինչ էին անում Շարմազանովին տանիքի անդամների հետ, ինչ էին անում։ Նիկոլը դեռ այդ ժամանակ վարչապետ չէր։ Կարող է Սերժ Սարգսյանը եսիմ ինչ աներ Գագիկ Ծառուկյանի գլխին։ Իհարկե, չէ, ոչ մի։ Այսինքն Գագիկ Ծառուկյանը գիտակցել է, գիտակցաբար գնացել է։ Որարուն չտապի, կայունությունը լինի, բանը լինի։ Բա հարց եմ տալի, ուր մնաց, այսինքն ապերախտություն, անշնորհքություն, անշնորհակալ լինել, աներախտապարտել, ինչի մասին Հիմա եմ ասա տեսեք, խոսում։ հարգելի Անժելա, եկեք շատ պարզ իրերը կոչենք իրանց անունով։ Ուրեմն չլներ Ծառուկյանի, Կարապետյանի, մյուսների հայտը, այդ մարդիկ որևէ խնդիր չէին ունենա, ոչ էլ ուրեմն տեսեք, քաղաքական պատվերի փաստը ընդհանրապես մի դրսևորումով հաստատվում է։ 70 ձեռնարկություն լավ մարդու կարան միաժամանակ խախտում տան, որ 70 տեղ մտնում են
ինչ 70 տեղ մտնում են, բարձի որ իրենքը գիտի, որ այս առաջադրված մեղադրանքը ջուր է, հիմա 70 տեղերից որ համակարգիչ բան են հավաքել, երեք ուրեմն քնչականի մոտ ենք, ես իմ քանի ժամ մենակ գույքն էինք կրում ներս, արգրաված էլի տարբեր տեղերից։ Հետո հիշում եք մի հատ գրիչ էին տարել, Նիկոլ վերեր կացե գոռում էիր գրիչը, բա հիմա ճիշտ ասես Նոռուզանան, ասում է դու առուծի գող ես, բան չուչելների խրտվիլակների գող ես, ունեցվածքի Կամ այդ ընդհանրապես գիտեք մի բան էլ ասեմ։ Ասեք մտել տունը սրբել տան։ Էդի տունը չէ, այդ մեկը հանգստյան փող են գողացել մարդկանց տնի, այդ գողություն է էլի։ Փողը տանես։ Ասма ինչ է տարի, ասma գող եք, ինչ եք դու։ Այսինքն- Բա դու գրիչի համար մեռնում էիր, գոռում էիր։ Այսինքն կարող է մարդու պարանի վրա փող դրացել, լի օրինակ։ Ադիկալոնն էլ էր, չէ՞, ասում էր ադիկալոնս փչել են իրանց վրա։ Ասում էր աջիկալուն են փչել։ Ադիկալոնը մորացել Մեր են, տանը նոր ընտանիքի անդամների աջիկալունը գողացել են։ Չէ, աշխատասենյակ որ մտել Չէ, իրանց ննջասենյակ էլ հա բան էին տում, Ասում են էր կեցավայր որ բան են մտել են, Ով է մտել իրանց կեցավայրի։ այն գիշերը նոյեմբերի 9-ի։ Հա, ասում էր ադիկալոնն Հա, ասում էր բան է, ասում էր չէ՞ գրիչը, տարել։ բա մարդկանց եղած Բա հիմա ասենք գնացել ես կամ այդ երբ ֆանից, հա, որսը դարձել արգելված զբաղմունք Հայաստան։ Որոշում կա, ես կարող եմ կարդալ, որ 120,000 դրամ անգամ պարգևավճար է հասնում են մարդուն, ով որ գայլին կխփի, որտեղ մեծ վնասներ է տալիս։ Ինչի մասին է, ասենք ում է կապուշի տեղ դրել։ Ում է կապուշի տեղ դրել, լավ, ասենք ագահ ես, ուզում ես մարդու եղածը խլել։ Չէ, ագահ չի, ինքը գիտեք ինչ է նույնիսկ, այդ ագահը մի քիչ։ Չէ, տեղածը հետել չի տալու։ Իմիջիալը այս որ ինքը բաներ է վերցնում պարոն Սուրենյանց, է որ գրավի դիմաց դուրս են գալիս, չէ։ Միչե հիշում եք որ Ռոբերտ Քոչարյանը 4 միլիոն տվեցին, որտեղ գործարանները միացան տվեցին։ Հələ հարցրեք, վերադարձրել է թե չէ։ Չգիտեմ, առիթ կլինի կհարցնեմ։ Մյուսները որ տալիս են այդ գրավը, մի հատ հարցրեք, վերադարձրել է թե ոչ։ Ոչ, ինչ ասա նշանակում։ Արդարացում են այդ մարդիկ, տարբեր ռեկետ։ Գողություն։ Ընդհանրապես մտնում է իշխանեստուն կնոջ ոսկեղեն են։ Բոլորը շատ քիչ են Իշխանի կնոջ ոսկեղեն են չեն տա։ Մի հատ շատ քիչ են խոսում, մի հատ բանի մասին։ Սա միայն քաղաքական վրեժխնդրություն չի, այստեղ կա հստակ նաև եկեք པարզ խոսանք կուլակաթափության դրսևորում։ Այսինքն ինքը տոտալ սեփականության վերաբաժանում է անում, տեսեք, հեծը հիմա ծեմզավոդը Սրանք ինչ են, սրանք հիմնաստեղծ, համակարգաստեղծ ձեռնարկություններ են։ Չեն կարող են պայթելու այսա հեծ իրանց։ Հասկանալի է, բայց խլել են մարդուց։ Հիմա հարգելի միամիտ ժողովուրդ, հեծը ձեզ չի բաժանվել, չէ՞, ասում եք խլեմ կբաժանեմ։ Ցեմզավոդն էլ ձեզ չի Քանի բաժանվել։ ակցիաներ եք։ Հակառակը, հեսա ձեր վճարած հարկերը ավելանալու են, որտեղ սեփականատերերին պիտի կոմպենսացնեն խլված գույքի դիմաց։ Չէ, ասենք 350-ից 600-700 միլիոնի մասին է հեծը, բայց ցեմզավոդն էլ էժան բան չի, որտեղ դա ռեգիոնալ նշանակության արտադրություն է եւ գործարան է։ Հիմա այս այնքան ակնհայտ է ինչա տեղի ունենում։ Բայց ես էլ եմ ուզում ասեմ, խնդիրը Ծառուկյանը չի։ Խնդիրը Ծառուկյանը չի։ Ինքը ձեզ մի հատ բան է ցույց տալի։ Ասում է, եթե այս պաշտպանված մարդուն կարա մեզ օրը գցեն։ Դուք ով եք, հա։ Դուք ով եք։ Դրա համար դուք ով եք ոնեք հիմա 30,000 մարդ երեկվանից 7,000 պլյուս այսօր 10,000 վստահաբար այդ 70 հիմնարկներում մի հատ գումար եք տեսեք իր Գնել Սանոսյանին է որ կանեն նշանակեն Արարատսեմեդի կառավարիչ։ Ժ ինչա կոչվում է դե։ ԺՊ։ Ռոմանոս դվա էլի այն բանը։ Տանել։ Երեք մեկը կա։ Երեք գիտեք չէ հաշվարկեն արել 2000 ԱԱՑ-ական զբաղված է այդ գործով։ Բա այսօր ամբողջ թուրքերը մտնում են երկրում, ադրբեջանցիները մտնում են 70 տեղ խուզարկություն է։ Երկիրը չունի անվտանգային ոչ մի հարց։ ԱԱՑ-ն ինչով է զբաղված։ Հետո անվտանգային հարցը մենակ չի։ Պատկերացրեք, ենթադրենք անվտանգային հարցը, որը շատ ծրված է, մի կողմ ենք դնում։ Եթե մի հատ գործարարի հետ ապնդելուն լծված է 70 խումբ փաստորեն, չէ, 70 հասցե։ Դա նշանակում է իրական հանցագործները կարող հանգիստ վխտան։ Քաղաքում է։ Մյուս կողմից նշանակում է ողջ ԱԱՑ համակարգը պարալիզացած, այսինքն զբաղված են դրանով, եթե ինչ որ բաներ տեղի ունենում չկան, չէ։ Կամ էլ էդի ցուցադրակ, ուրեմն մի քիչ մարդիկ ընդհանրապես հումանիստական հայացք են ունեն։ Դու առավոտ 7-15 մտնում ես տուն, լավ իմանալով, որ այդ տանը բնակվում է 90-ից տարեց կին։ Երեխա էր
կա այնտեղ փոքր երեխա։ Չէ, ասենք այդ պահին երեքով են եղել տանը, ամուսիններով եւ տիկին Ռոզան։ Հիմա 90 անց կին կա։ Կամ այդ բանը երբ եք Ծառուկյանի 12 ժամ կամ հո բանտ չի, խուզարկությունը ասենք, եթե մարդը չունի դատավարական կարգավիճակ, այդ բան չի ունեցել, ուզում եմ հատուկ ասեմ։ Ինչ հիմքով է մարդու տեղաշարժը, կամ աղջիկները եկել են հայրական տուն են ուզում մտնեն։ Խուզարկության իմաստը այն չի հո, որ այդ տունը բանտի վերածես։ Ստուգում ես արգելված իր բերես տարավ թե չէ, խուզարկության իմաստը էտա, ոչ թե բանտի վերածել, ասենք Փաստաբանին 5 ժամ հետո է։ Այդ փաստաբանը ուրեմն փաստաբանը ես նույն ժամին ենք եկել։ Հասել ենք այնտեղ 9-ից քանի րոպե։ Մինչև 12-ը փաստաբանը ներս չէր մտել, երեմ Սարգսյանի մասին է, նույն պահին ենք մենք ասի առանձնատան մոտ։ Կամ էլ ասենք բանը, մի հատ ուրիշ բաղադրիչի մասին խոսեմ։ Ես բոլոր գործարարներին ճանաչում եմ, նաև այսօր իշխանության մաս կազմող, ոչ մի գործարարի նկատմամբ ատելություն չունեմ։ Այդ մարդիկ արարող մարդիկ են, չի կարելի։ Բայց ես շատ բարեկամաբար երկու մարդու, որոնց իսկապես համարում եմ գործարար։ Իրանք կայացման համար էլ Նիկոլ Փաշինյանի պարտական չեն։ Սամվել Ալեքսանյանին ու Խաչատուր Սոկյան։ Մնացածից գործ չունեմ են կոոպերատիվ իրանց բուծած բանը։ Իրանց ասեմ, նույն ճակատագիրը ձեզ է սպասում, եթե հիմա լռեք։ Որոպեին որոշեք ինքնուրույն որևէ քայլ անել, ինքնուրույն քայլ ընդհանրապես։ Դե իրանք կասեն չեն կանի, մենք կծառայենք։ Դե գիտեք, այդ ոչ մեկ չի կարող մտածի։ Այն որ բանը Սամվել Կարապետյանի մտքով էլ չի անցել, որ մի առնեն սամանի հասնելու, որ ինքը ես վստահ եմ, որ հիմա Սամվել Կարապետյանին հարցնա, այսինքն հարցրել է, որ այդպիսի հայտարարություն անեք, ինչ որ բանկար ձևով։ Հիմա ես ասում եմ, իմ ձևով հայլի ակումբը պաշտպանելու եմ ոտնձգություններից։ Էդի նշանակից ես քրեական հանցագործություն եմ արել։ Քայլել չեմ արել։ Ընդհանրապես ասել եմ, եթե ուրիշ ձևի չեղավ, իմ ձևով պաշտպանելու եմ։ Այսինքն բանը այդ, այսինքն Սամվել Կարապետյանը այս այդ դասական դեպքն է, որ ընդամենը խոսալու կարողության համար է ձերբակալվել, դաժե ոչ թե խոսալու իրավունքի։ Այդ ամենաաբսուրդ մեղադրանքն է։ Այսինքն դուք էլ կարող եք չմտածեք ինչ է, եւ Նիկոլի մտքով անցնի, որ ձեր տանը օրինակ կա արծվի խրտվիլակ, չուչելու, ինքը գա որոշի այդ տանի եւ դրա համար ինչ որ բան անի, չէ՞։ Չէ, այդ նաեւ բանն է, էլի, այն որ մարդուն ուզում են միջև էս ցավացնեն, է, ցավացնեն։ Մեղք են այդ առյուծները, մեղք են այդ կենթանիները, այ դուք կամ էլ այդ կոլեկցիան դու ես դեռ դու շարքային գող չեք։ Դե դա բա։ Ջեբ գիր էլի, այսինքն որտեղ մի հատ բան եք տենում։ Մեկի տուն մտնա ոսկեղենն են տալի։ Ասում եմ, ես զարմացա իշխանին հարցնում են ձեր տնից ինչ են տարի, ասում բողոք զարդերը վերցրեցին գնացին։ Մարդու զարդը ոսկեղենը քեզ տանում կամ փողը, տան փողը։ Դե հասկանալի է, որտեվ երկիրը տնտեսական կոլապսի առջև է կանգնած, այս մարդը մենակ արտաքին պարտք է բերում, այս ճգնաժամը խորանում է, Ռուսաստանի հետ էլ դեռ հայտնի չի ինչ է կարգավորում, ինչ չի կարգավորում, ինքը հասկանում է, որ տնտեսապես երկիրը ինչի առջև է կանգնած, ինքը քնում զարթում, ասում է գնացեք այնտեղ ինչ կա բերեք, գնացեք, այդ հարցը չի։ Ես իրան ձեր երկու շաբաթ առաջ ձեր տաղավարում մի հատ զգուշացում արեցի, ասեցի Ռուսաստանի հետ խաղում, խաղադրույքները մի բարձրացրու։ Ստավկեքը ժողովրդական լեզվով ասեմ, որտեղ այդ կարող է հակառակ էֆեկտ տա, որոնք խաղադրույք բարձրացնում է ուժեղ կողմը։ Երբ որ համոզված է, որ խաղը կարա շուրջ տա, Ֆրանսիան, ուր ես խաղադրույք բարձրացնում։ Ես գիտեմ, որ դու Ծառուկյանի բռնել ես, որ հեշտ առևտուր անես Մոսկվայում։ Բարձից բարձ էր։ Հա, ես զգուշացել եմ, հիշում եք ասում եմ բոլորին բռնելու։ Հանդիպելուց առաջ, որ ասեն, ասի ծաղիկի ճանապարհը կբացեք, թե չէ, նրանք էլ ասեն դե ուրեմն Ծառուկյանի հարցը, ոչ թե որովհետև իրանք, չգիտեմ, ցես նստած սպասում են թե Ռուսաստանի ենթականերն են ինչ են, որովհետև այս մարդիկ լինելով գործարարներ, լինելով հայ մարդիկ, պարտադիր չի Ռուսաստանի ենթականն է։ Չէ, ուրիշ բան եմ Այս մարդիկ իրականում իրաց գործնոյությամբ տպաստել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Ոչ, այս մարդիկ նաև հայ մարդիկ են, գործարարներ են եւ շատ լավ հասկանում են, որ ինչ կապվածություն կա Ռուսաստանի Դաշնության հետ։ Հարգելի Անժելա, Պուտինի մի հատ խոսք էլ է շուտ տալի, Պուտինի մի հատ խոսք են, որ ասես մեր բարեկամներին թույլ չեք տալի ընտրություն։ Հետո ինչ ան։ Ուրեմն որևէ գործընկերոջ երկրի բարեկամ լինելը ոչ հանցանք է,
ոչ մեղքա, ոչ էլ լրտեսություն։ Բա Թրամփը Ես, ինչ ասեց։ եթե Բա Էրդողանը ինչ ասեց։ Եթե ես բացահայտորեն ասում եմ, որ Ռուսաստանին համարում եմ Հայաստանի Ֆոնդերլայնը ինչ դաշնակից, ասեց։ այդ որտեղ է այդ իմ ասացի մեջ, բանը, եթե այդ տրամաբանությամբ այդանք ես համաձայն եմ ռուսամետ կոչվել, բայց ուրեմն սրանից հետո ամեն նախադասություն Նիկոլ Փաշինյանի մասին սկսելուց ասելու եմ Ադրբեջանամետ Նիկոլ Փաշինյանը։ Համաձայն են այս խաղի կանոնին։ Այդ դեպքում ես չեմ նեղանա։ Մարդ ասեց Արցախը Ադրբեջան է։ Չէ, ինչի մենակ այդ հիմա եթե մի րոպե։ Ես էլ եմ ասել, մի հատ փաստ ցույց տվեք, որ Ռուսաստանի պատվերով Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Քոչարյանը, ես, Իշխան Սաղաթելյանը, մյուսը մի հատ հարց ցույց տվեք, որ Ռուսաստանի պատվերով մենք բերել ենք օրակարգ։ Մեր ներքաղաքական։ Բայց Ադրբեջանի պատվերով։ Բայց ես կարամ 10 հարց ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի Ալիևի կամ Ադրբեջանի պատվերով, այսինքն եթե չեղած տեղս մարկանց ռուսամետ չգիտեմ, ուրեմն դու էլ ադրբեջանամետ ես։ Հիմա դու ժողովուրդը որոշի որն է։ Բայց այս մարդիկ ինչ են ասել, այս մարդիկ ասել են մենք տնտեսական մեծ ապրանքաշրջանառություն կա Ռուսաստանի հետ։ Էներգո համակարգը ամբողջ կապված է Ռուսաստանի հետ, ստանում ենք էժան բան։ Եթե ինքը իրականում Ինչ ասել Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Բայց ինչ արեց։ Դրա մասին են, չէ՞։ Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ 100 անգամ ընտրությունից հետո դիմեցին Ռուսաստանին խնդրանքով, որ Հայաստանի արտահանումների սահմանափակումները վերացնեն։ Ու ընդ որում այդ էլ ասենք, որ այս մարդկանց բիզնեսները ամենաշատ դժոխ բիզնեսները չեն այդ արտահանումների սահմանափակումներից։ Հիմա Ռուսաստանի հետ կապված ռուսները այդ սրա խաղը հասկացել են, այսինքն շատ պարզ էր իրանց համար, որ սա ստավկեք է բարձրացնում, որ գնա իրանց հետ իբր հավասարի առևտրի, այնքան պրիմիտիվ է խաղում, ռուսները սա չեն կարա չհասկանան։ Հիմա եթե իրան թվում է ռուսների վրա շատ մեծ տպավորություն է ստեղծել իր արածը, իհարկե ոչ։ Ռուսները չեմ ասում թարապես կոնտակտ չեն անի Հայաստանի հետ կամ զիջում չեն անի ինչ-որ իրանց կարծր դիրքորոշումից, բայց Փաշինյանը շատ մեծ գին են ուզելու։ Այդ գինը չի նելու այս մարդկանց բաց թողելը։ Այդ գիտեք, որ այս Փաշինյանը այնքան է այս մարդկանց համարել Ռուսաստանի կցորդը բան, ինքը իր ստին հավատացել է։ Ռուսաստանը այս մարդկանց բարեկամ համարում է բնականաբար հետամուտա լինելու նրանց պաշտպանությանը, բայց եթե Փաշինյանին թվում է իրանք այս մարդկանց ազատության դիմաց իր բոլոր խնդիրները Ռուսաստանում լուծելու է, սխալվում է։ Սրել է խաղը, բանը նույնն է, որ ինչ-որ բանը խաղի մեջ սրում ես խաղը առանց համապատասխան կոզեր ունենալու։ Հիմա այս Նիկոլ Փաշինյանը դա կերև է, ամենայն դեպս Պուտինի հետ հենց չի կարում հանդիպի, Միշուստինի հետ ինչ-որ ճշտումների մեջ են։ Հետո Միշուստինի հարցն շատ նուրբ է այս պահին, չմոռանանք, որ երկու ամիս հետո խորհրդարանական ընտրություններ ա Ռուսաստանում, մենք չգիտենք կառավարություն փոխվելու է, չի փոխվելու։ Առնվազն մինչև սեպտեմբերի վերջը վստահաբար ես ձեզ ասում եմ, հայ-ռուսական հարաբերություններում արկա ճգնաժամը չի վերանալու։ Միջև Ռուսաստանում նոր կաբինետի ձևավորումը։ Այսինքն այս տնտեսական այս լարվածությունը կլինի։ Այս տարի մեր գյուղատը սահմանափակումների այս ահռելի բանը կա։ Մյուս կողմից 30,000 մարդ այսօր հայտնվելու են փողոցում։ Ինքն էլ տնտեսությունը կոլապսի արժև է կանգնացել, այսինքն դուք պատկերացնում եք այս գնաճը հայտարարակ։ Հիմա եթե տան ավակ ասենք այս խեղ ժողովուրդը ո՞նց է ապրելու։ Ժողովուրդը շատ ծանր է ապրելու, որովհետև հիմա էլ ես ուզում եմ հասկանալ ո՞նց է ապրում։ Մյուս կողմից բան կա, չէ՞, օրինաչափություն կա։ Ժողովուրդը եթե հանդուրժում է, օրինակ հիմա քանի մարդ է փողոցում, որ Ծառուկյանի նկատմամբ այս բանը տեղի անում, շատ քիչ, ճիշտ է։ Այս ժողովուրդը եթե հանդուրժում է կամ լուր է տանում, կամ քաղաքական ուժերը առաջներթին ժողովրդի վրա չեմ ուզում գցել, դե ժողովրդին կազմակերպող է պետք։ Դե քաղաքական ուժերը пассив են, ուրեմն այս ռեպրեսիաները կշարունակվեն ու ոչ մեկով չի սահմանափակվելու, ասեմ ինքը։ Այդ որ հույս ունեն, որ հեսա ուժն ու կուլան թափես Ծառուկյանի գլխին մյուսները պրծնելու է, չէ։ Ասել է, չէ, 3 մարդու անուն ա տվել, այդ խիպտի ինքի դեպ ինչ վերաբերում է իր աթոռը պահպանելու, իր ցանկացած խոստում կատարում է։ Ես էլ Արցախը չի որ զոհաբերի։ Խոստում տա որ հայկական պիտի պահի կամ Շուշին հետ բերի, եսի միջանի ու զոհաբերի 21 թվին։ Այս անգամ Նիկոլ Փաշինյանը
չափազանց ցինիկ ճշմարտախոս է եղել, ասել է անկլավները տալու եմ։ Այս մարդկանց բռնելու Հա, ուզում եք ասել նրանք ովքեր որ գնացել են ձայն են տվել, իրենք համաձայն են որ եղել որ Նիկոլը պարզ ասել է, էլի եմ Հայաստանից Հայաստանի Հանրապետության լուծարման օգտին, բայց այդ թիվը 700 քանի հազար չի եղել։ Այդ թիվը մաքսիմում եղել է 450։ Էլի խայտարակություն։ Էլի խայտարակություն։ Եթե Հայաստանում կան 30 քանի տոկոս ընտրող։ Բայց իչեք զարմանում։ Համաձայն է որ Հայաստանի հասարակության մի մասը հանդուրժել է Արցախի կորուստը եւ հանգիստ ապրել է այս քանի տարի Արցախի կորստով։ Մի հատ պատվասեր գեներալ կամ Բարսաշյան զինվորական չի եղել, որը ենթադրենք հանուն պատվի ինքնասպան ա եղել կամ ինչ-որ մի հատ այդ ինչ-որ ոչ ստանդարտ քայլ արեն, այս որ ունենք մենք խնդիր, բայց խնդիրը հասարակության մեջ չի։ Պետք չէ ինքնասպանել, պետք է ազատագրվել նրանից, ով որ տարել է այս վիճակին, հարցը դրանն է։ Ասում եմ կուժ ասեցի, կուժ հասկացեք, հա, այդ հասկանալի է ինչ է ասում։ Կամ Նիկոլ Փաշինյանը, տեսեք հաշվարկի ինչի մեջ է, այս Ծառուկյանի դեմ ռեպրեսիան երկու կարևոր խնդիր է լուծում։ Բայց ուզում եմ մեր հասարակությունն էլ տեղյակ լինի, ոչ միայն բիզնեսն է կաթված արվիճակում Ծառուկյանի հայտնվում, ինչի հետևանքով ասենք հազարավոր մարդիկ գործազուրկ են։ Մի քանի օրվա խնդիր չի, ամիսներ շարունակ գործազուրկ են մնալու։ Այլ Ծառուկյանին ազատազրկելով եւ պարզա չէ սանկցիաները կիրառելով ինչ արել, իր այդ կապակցված բոլոր քաղաքական ստրուկտուրաների գործունեությունը ըստ էության կասեցվել է։ Բարտադիր չի է ԲՀԿ-ին արդարադատության նախարարությունով գործունեությունը կասեցնեն։ Սենց էլ է կասեցվում։ Այսինքն ինչ է արվում։ Գրասենյակը խլում են, այդ Բաշնյա կոչվածը հեն մեր աշտարակը, որտեղ կոնյակի գործանի կողի մուլտի գրուպի գրասենյակը, որտեղ տեղակայված է նաև Բարգավաճ Հայաստանի գրասենյակը կնքված է։ Հիմա կուսակցությանը գրասենյակից զրկել են։ Կուսակցությանը զրկել են անհրաժեշտ ֆինանսական միջոցներից։ Այդ կուսակցությունը փակել են, թե չէ, իմ կարծիքով բան չեն արել։ Բա փակելը ո՞նց արնում։ Եթե դու սահմանափակում ես քաղաքական գործունեության իրավունքը։ Խոշորացույցի տակ են բոլոր այն մարդիկ, որ Ծառուկյանի հետ ինչ-որ առնչություն են ունեցել։ Էլի կրկնեմ, մարզաշխարհը ինչի՞ պիտի տուժի Նիկոլ Փաշինյանի պրովինցիալ մտածողության կամ քինախնդրության հետևանքով։ Բա դու կանգնում ես մարդուն մեղադրում ես, ասում ես դու գործակալ ես, էլ ասում դե որ եթե գործակալ չապացուցեցիր, ես էլ սենց։ Այսինքն իրան թվում է, որ դիմացը կանգնած ոչ մի արժանապատվություն ունեցող ոչ մի մարդ գոյություն չունի այս երկրում։ Այդ ասես չի, ինքը ինչու մեղադրեց Գագիկ Ծառուկյանին, որպեսզի մենք էլ իրան ցավացնենք, սրանից հետո պետքա կոչնել ինքնահռչակ գենոկամանցի։ Ինքնահռչակ գենոկամանցի։ Բա ճիշտ անունը տիրա դա, ինքը լեգիտիմ վարչապետ չի այլևս, ինքնահռչակ ոնց որ այն երրորդ գյուղցի նկարիչը։ Կա նախագահ։ Եվ ինչ տարբերություն կա, դուք ճիշտ նկատեցիք, եթե 18 թվականին ինքը ուներ ինչ-որ ձայներ եւ ընտրվեց, հիմա ինքը ընտրված լեգիտիմ չի։ Օրինակ ինքը իր բոլոր այլանդակությունները անցած է։ Իմիջիայլոց եւ արևմուտքն էլ աչք փակեց դրա վրա։ Այդ արևմուտքի խնդիրն է։ Գինը որ չէ, բայց գինա չէ, դա ինչ-որ բան է արժենալու։ Իսկ ինքը ինչ-որ մի բան, եթե ինչ-որ գին կա, սովորաբար դա որտեղից է ինքը վճարում։ Մեր ինքնիշխանության հաշվին։ 5 տարի շարունակ իր բոլոր այլանդակությունները, այդ թվում Արցախի հանձնում ինքը բացատրել է ժողովրդի կողմից ունեցած մանդատով։ Իսկ հիմա ինչ ասելու։ Հիմա իրան պետք է ասենք դու մանդատա գող ես, իշխանության գող ես։ Եկեղեցու մանդատա գող չի, էլ ինչի գող է, շարունակեք։ Իշխանության գող է, Ծառուկյանի առույցների գողն է, Իշխանստան Զարթեղենի գողն է։ Չուչերների բանի գող է։ Չուչերների գող է։ Համակարգիչների։ Համակարգիչների գող է, բայց գլխավորը իշխանության գող է, այսինքն ինքը լեգիտիմություն այլևս չունի։ Այս որ սս կատաղած է ծեփելով իրան պատերին Ծառուկյանի պատժումը, պատճառներից մեկը նա, որ ԲՀԿ-ն կամա թե ակամա դարավեն են դիկտատորը, որ ամենամեծ ընտրակ եղցիկը բացահայտեց, չէ։ Ձայների գողա, այդ ասեք, ձայների։ ԲՀԿ-ի հիմքով չէ, բացա, ամենամեծ ընտրակ եղծարարություն, այդ չի կարում ինքների, որովհետև ինչ այլանդակություն ասես ժողովրդի մանդատով հիմնավորել է կամ լեգիտիմությամբ։ Հիմա այդ լեգիտիմ չի։ Ու ամեն առիթով
Ես ընդդիմությանը երբեք մանդատներ վերցնելու դեմ չեմ եղել, բոլորը գիտեն, հիմա էլ չեմ փոխել իր որոշումը։ Հիմա մեկը գրել է 90-ականների Վանո Սիրադեղյանի Բեսպրիձելն է, հա, այդպեսի բան կա, թե սա համեմատելու չի։ Ընդհանրապես Ինչով է տարբերվում։ դա նախ այն ժամանակ պատերազմի զուգահեռ իրավիճակ էր, պետական ինստիտուտները լիարժեքորեն կայացած չէին, շատ սխալներ են եղել, բայց բանը այս փնթի, այսինքն գիտեք միշտ պիտի իրավիճակը հասկանաս։ Եկեք մի հատ օբյեկտիվ նայենք։ 90-ականներին պատերազմից հետ էին եկել լիքը հաղթած հրամանատարներ, ճիշտ է։ Հետպատերազմյան սինդրոմ, Հետպատերազմյան սինդրոմ էր, պատերազմի թիկունքում կամ ռազմաճակատում ազդեցություն ունեցող մարդիկ կամ այդ իշխանությունը հետպատերազմյան սինդրոմով բացատրվող մեծամտություն եւ մի շարք այլ բաներ ուներ, հա, բազմաթիվ թերություններով, բայց այդ իրավիճակը, այսինքն ինչ-որ արտաքին պատվերով Վանո Սիրադեղյանը ներսում ինչ-որ մարդ է հալած է, չկա նա Ադրբեջանի շահերով, հա, կամ օտարի շահերով, հետո բանը ոնց կարելի է ընդհանրապես այս փողոցից եկած միջակայություններին համեմատել լավ կամ վատ թերություն ունեցող կամ չունեցող հանրապետության հիմնադիր ինչ-որ մարդկանց հետ։ Սրանք ոչ մի բանի նման, ես ասել եմ շատ եք ուզում համեմատություն անեք։ Նայրի ունենյալ, գրեք ուրիշ կերպար է չեք կարող համեմատեք, ասենք ինչ հիմա 90-ականների շատ սխալներ ա եղել, շատ, այդ թվում աններելի, 2000-ականներին նա եղել, հա, բայց մի անգամ Աշոտյաններ, թե Գեղամանուկյանը, կներեք, Գեղամանուկյանը, նա շատ ճիշտ օրինակ բերեց, ուրեմն 90-ականներին, 2000-ականներին, հա եղել է նույնիսկ բախումներ, որ մարտի 1-ով կամ բանով է վերջացել, այդ սուրել է եղել, բայց բոլոր վեճերը իշխանություն ու դիմություն, տան մեջի կռիվ են եղել, տան մեջի կռիվ են եղել, բերել այդ հակասություններն ու տան ներսի թերությունները համեմատել նրա հետ, որ մի հատ Ալիևի 6 նոց կամ 6 նոցների հավաքածու է, ժողովրդին կեղեքում են, ստորացնում են, համեմատել 90-ականների 2000-ականների հետ, այդ պատմությունը բռնաբարել է, Այսօր նաև դատարանում էին առաջին անգամ կարծեմ, հա, ես նախորդ անգամները չէի տեսի, Գագիկ Ծառուկյանի դուստրեր աղջիկներն էին այդտեղ։ Դա շատ լավ մեսիջ է հասարակության, հա, որ տեսեք, հասարակությունը որպես կանոն ինչ է ասում, երբ որ հեղինակավոր մարդկանց են ձերբակալում։ Երբ որ մարդիկ դատարանի մոտ վախենում են գալու, ահաբեկվում են, ինչ են բացատրում։ Այն սովորական էլի խեղճ մարդիկ։ Ասում են վախենում են գնանք, բա որ տենց ապահով տեղա թող իրանց ընտանիքի անդամներն էլ գան, որ մենք քաջալերել ենք, ճիշտ է։ Իսկ մենք մեզ ամուր զգանք։ Դա շատ ճիշտ է, այդ Սամվել Կարապետյանի պարագայում էլ եղավ, հիմա էլ Գագիկ Ծառուկյանի, որ պայքարի առաջնագծում նաև ընտանիքը լինի, Դե մենք իրավիճակում ենք, որ բոլորը։ Հիմա էլի եմ ասում, այստեղ ամենակարևոր բանը այդ մեր ամբողջ ընդդիմությանն է վերաբերում։ Իմ ու քո քաղաքականավոր այդ մոռացեք, չկա իմ ու քո։ Ուրեմն Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ քաղաքականավոր է։ Այո։ Եթե նույնիսկ ինչ-որ արարքար է, գիտեք ինչի։ Ով էր ձեզ թույլ տվել։ Այդ մարդը ընտրված, չընտրված դրոններով, ժուճոկներով, բանով հետևի։ Օրինակ եք հետևի այդ մարդուն։ Որովհետև ընդդիմադիր քաղաքապետ ա եղել, իրավունք չուներ ընտրվելու։ Ինչի բոլոր ընտրված համայնքապետերին տես դրոններով ու ժուճոկներով հետևում են։ Վստահ եմ ոչ։ Հիմա այդ պարզա չէ որ թիրախ են սարքել Ստալինի ինչ էր, ուրեմն անթեր իդեալական մարդ չկա։ Ստեղ գործում է այլ սկզբունք, ոչ թե հանցագործության հետևից են գնում, որ մարդուն են բացահայտում, այլ կոնկրետ մարդուն են ու գլխին պիտի սարքեն ինչ-որ ձևի։ Ուրեմն դրա համար եմ ասում Վարդան Ղուկասյանն ու մանավանդ Վարդան Ղուկասյանին բառիսկական իմաստով խոշտանգում են։ Մարդը անազատության մեջ է, 3-4 հոդվածել ընդդեմ են դրեցին։ Բանի մի հատ փոքր խցի մեջ 6 հոգ ուրացրել են դաժան։ Ես ու Վարդան խոշտանգում են Վարդան Ղուկասյանին։ Տեսեք ինչքան հերո են կարժի համակարգով, բայց մի բան ասեմ։ Մարդը 100 հիվանդություն ունի, խեք այդ բանը անում։
ընտրված քաղաքապետ, իր գյումրեցիները իրանց սիրում են, իրեն ընտրել են եւ այդ մարդը ապացել է միայն շենացրել ու զարգացրել է։ Ասենք ինչ եք այդ մարդու հետևից այս կարգի, որտեվ սխալվել է ճակերտներով Գյումրիի քաղաքապետը։ Վերջացավ, ով իրան դեմ է, այս տանը ինքը։ Բաչի 8 տարի Վարդան Ղուկասյանի չեք հիշում։ Ով ինձ դեմ է եւ հայտ է ներկայացնում կամ միտք է ասում, ինքը հայտնվելու է, եթե լիներ բանի ժամանակներ, կասեր համակենտրոնացման ճամբար, հիմա ասում է հայտնվելու է բանտերում, վերջ։ Դե համակենտրոնացման ճամբար։ Ինչ լուծում կա այս ամեն ինչին։ Երևի նորից պիտի լուծումը ես էլի պարզ ասեմ։ Նոր ասեցի Սամվել Կարապետյանին էլ Ծառուկյանին էլ ինչի մեջ եմ մեղադրում։ Իրանք մասնակցեցին ընտրությունների, կարող է անփորձությունից, կարող է մի քիչ ինքնավստահությունից, հիմա չխորանանք պատճառը, էական էլ չի։ Համենայն դեպս չար մտքով չեն արել, էլի, շոր սխալ հաշվարկ են արել, չեն ստեղծել այնպիսի համակարգեր կայուն, որ այդ կայուն համակարգերով կարողանան հետընտրական գործընթացներ սպասարկեն կամ մի քիչ տևական պայքար։ Այսինքն այդ ռեսուրսային տրամաբանությունն է մոտները աշխատել, դրա համար ամսի 7-ից այն շվարած վիճակ եղավ, մի քիչ է վակուում։ Այդ համակարգերը պետքա շատ արագ ստեղծեն, ժողովրդից էլ շատ անկեղծ կարելի է բացատրել խենք ձախողվի 7-ին, այնպես չի, այն ընդդիմությունները խենք ձախողվի, մի անգամ են շանս ունեցել, որտեղ պարտը տապար բանը ձախողվելուց հետո ոչ մեկ անկեղծ չի եղել ժողովրդի հետ։ Ես կոչ եմ անում, որ հիմա անկեղծ լինեն, ձախողվել ենք այս սխալների պատճառով, հիմա բան չի։ Ու ես վստահ եմ, որ այս ճգնաժամը, այս խնդիրները, Ակրաս Նիկոլ Փաշինյանը հիմա իր վերջին փամփուշտներն է կրակում, որտեղ այս կարգի ռեպրեսիվ մեքենախոտ տալ այլ բանի մասին չի, դրա մասին է։ Սա առաջարկում եմ, որպեսզի այս մարդիկ կենսունակ համակարգ է ստեղծեն, դե հիմա անազատության մեջ են իրանք, բայց միշտորդավորված չէ, բայց բանը հեղինակությունը իրանց տեղ ոչ միտեղ չի կորել, ճիշտ է։ Եթե չստեղծեցին մեկը այլ ընդդիմություն ստեղծվելու է, որտեղ այս հասարակության զզվանքը չի կարող այլ։ Անտիռեցինքը Նիկոլի այսի ուր այլ ընդդիմություն ստեղծել։ Էլ չեմ ասում դուք ճիշտ ասեցիք, այլևս ինքը ոչ լեգիտիմ։ Հա, ուրեմն տեսեք, ես ուզում եմ այս ընդդիմությունը հաջողի։ Ես չեմ ուզում մի հատ ավելի արմատական հարթակ ստեղծվի մի օր։ Այս ժողովուրդը հուսահատ, որը գա ամենից սրբի։ Համ ընդդիմությանը, համ իշխանում, մեկա դա լինելու է։ Դա չի կարա չլինի, որտեղ գիտեք ամեն Հիմա Նիկոլը կասի բան չի Ադրբեջանում չի լինում, ավտորիտար եւ բռնապետական բան է, մարդը Նիկոլ Փաշինյանը գլուխը պատինք է դա տենց համեմատություն կանի, որտեղ Ադրբեջանում երբեք դեմոկրատիայի մշակույթ չի եղել, իրանք այլ տիպի հասարակություններ են, չեմ ուզում պիտակավորել։ Ռուսաստանից էլ մենք դեմոկրատիայի պահանջ չունենք, այդ մարդիկ սպეციფიկ համակարգ ունեն։ Ամեն ժողովուրդ ինքն է ընտրում իր համակարգը, որն է հանդուրժում, ինչ է հանդուրժում։ Այս ժողովուրդը ճիշտ հակառակը։ Իսկապես դուք որտեղ մենք շատ հարցերում հասկացանք, որ մեր պատկերացումները շատ բան են, տարբեր են, հա, բայց եկեք մի բան ասեմ, էլի, բայց մեր մոտ էլի սենց բան ա եղի, ասենք սովետական իրականության պայմաններում կարող է Նախիջևանի բանը հայաթափումը օրինակ է ժողովուրդը հանդուրժել է, բայց հետո տեսակ 88-ին ինչ եղավ։ Այդ 88 մինչև 94 այդ հաղթական փուլը։ Գիտեք, ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը իր բոլոր որակները կորցրել է։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը կիրառում է բոլոր ռեպրեսիվ ավտորիտար մեթոդներ, ինչ որ նույն Ադրբեջանում Ալիևը կիրառում է, ոչ մի տարբերություն։ Բայց մեր հասարակությունը տեսեք ինչպես դիմադրություն է ցույց տալի։ Մեր ժողովուրդը վատ ժողովուրդ չի։ Եկեք համաձայնենք 700 քանի հազար դիմադիր ձայն է տվել։ Հələ այդ Նիկոլ Փաշինյանի ադմինիստրատիվ ռեսուրսը, ռեպրեսիան հանեք, տեսեք լրիվ ուրիշ պատկեր է լինել ընտրությունների։ Այսինքն մեր ժողովրդի չի ստացվում։ Տեսեք թվում էր ընդդիմություն էլ չկա, հուսահատ վիճակ։ Մեկ էլ հայտնվեց, ասենք, ընդ որում քանի անգամ է մեր ժողովրդի կյանքում եղել, եկեք անկեղծ ասենք։ 2000-ականների 2005, 6, 7 թվերին թվում էր հուսահատ վիճակ, այլ ընդդիմություն չկա։ Հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, համախմբեց, գնաց մրցակցություն։ Ռաֆի Հովհաննիսյանը առանց ոչ մի բան անելու 500,000 ձեն է ստացել։
Ամենայն հարգանքով իր անձի Բայց մի հանդեպ։ համեմատեք է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այս մարդը ով է եւ ինչ Բայց է հիմա անում։ դիմությունը քանի ձայն աստվածը, 750,000 հասկանալի է, բայց այս մարդը հայրենիքի կեսը հանձնել է եւ մարսել է Ուրեմն 5-6 չի տարի։ մարսելու, ինքն ընդամենը իր հերացումը դարձել է ցնցումն առատ։ Հնարավոր հերացում, չի մարսել։ Հնարավոր չի այդ պատասխանատվության ինստիտուտը ոչ միտեղ չի կորել, չի չեղարկվել։ Ինքը պատասխան է տալու։ Երեկվա առածների համար էլ է պատասխան տալու Ծառուկյանի տանը։ Դրանից առաջ Սամվել Կարապետյանի հետ արածի համար է պատասխան տալու, ընդհանրապես պատասխան է տալու այս բոլոր ապօրինությունների համար։ Այդ որ մարդիկ էլ կային նույն ձևի է, ոգևորվել են, չէ՞, տեսակ Քոչարյանին ոչ չթողին այրոպորտով անցնի։ Այդ բոլորի սամոթն է, վաղը ձեզ չեն թողելու։ Համակենտրոնացման երկիր են, ճամբար են սարքել երկիրը հրճվում եք։ Վաղը դուք եկեք հայլու այրոպորտ չթողեն անցնեք։ Չէ, կարևորը հիմա իրանք այս երջանիկ են։ Ասենք ինչի վրա եք էլի կայացած մարդկանց։ Մարդը քրեական գործ չկա վրա, խապամամա միջոց չունի, հելելա գնա արտասահման։ Ասենք 2 օրով, 5 օրով ինքը գիտի, ազատ մարդ է։ Ինչի վրա եք հրճվում, որ բայ տեսակ Ծառուկյանին ու բանը ինձ։ Կամ էլ երեք են բանը նա դեպք էր եղել, մեկի վրով բան է գրել, ուրեմն Այս նոր ազժ խոսնակի հայրը Ռուբինյանը։ հա ընտրարշավի ժամանակ իրան մի հատ ամբարտավանություն անշնորհքություն էր տվել։ Ձեր հասցեին։ Չէ, ընդդիմության 3 լիդերների իմ հասցեին չէ։ Կարապետ Ռուբինյանի մասին է։ Ես էլ որպիսի պատկերավոր պատասխանեմ իրան։ Բան գրածին, գրել է դա տղու համար է անում բնականաբար, տղու առաջխաղացման վերջում էլ վերնագրել է գրածս ասկ իշի կուրակի մասին։ Հիմա ինչի ես բանը հիշեցի էլի։ Երեք հելա ազգային ժողովի նախագահ չդարձած, ասված տեսեք մենք ասող անող տղերք ենք, մոտավորապես էլի։ Արա բայց հիմա ըստ դուխով տղա եք ասեք Հայաստանի օկուպացված տարածքները հետ բերեք կամ ինչ Իմիջիալոց գիտես, չէ՞։ Բանը ինչ որ տհասներ կան, այս վերջերս ինչ որ մի միջավայրում են, ասում են Հայաստանի Հանրապետությունից տարածք կա տվել նիկոլականներն, էլ ասում չկա տենց բան։ Իհարկե չկա։ Իրանց համար չկա։ Այս ընտրարշավում ես ամեն ինչ տեսել եմ, մի հատ կին ունեն, որ դեպուտատ ունեն, մի օր գնացել է հետը բանավիճելու Մարիա Կապ չունի իրանք նույնն է։ Կարապետյան կարծեմ։ Բանավեճի կեսից խռոված գնաց, հեռացավ։ Ինչու՞։ Հա, որովհետև այդ օկուպացված տարածքների մասն ենք խոսում։ Այսինքն, գիտեք խնդիրը ինչն է։ Ինքը ամեն ինչ կարա գլխիվայր կամ սուտ ներկայացնի։ Դրանից պատմությունը չի փոխվում, իրականությունը չի փոխվում։ Այդ որ տենց ընդհանրապես պետության ղեկավարները հպարտանում են բարիք բերելուց, արդյունք ստեղծելուց, տարածք մեծացնելուց, երկիր շենացնելուց, տնտեսություն զարգացնելուց, ոչ թե ինչ-որ մեկին բոմբ սարքելուց։ Այո։ Այդ բոմբ սարքելը, այդ բանը, լեբի այդ ոստիկանական բանից, այդ անվտանգության պատնեշից դու սարի տենանք դու ով ես։ Դու ընդհանրապես Ծառուկյանի հանգստյան գոտուն կմոտենայիր։ Ասենք, տեսել ենք, չէ՞ քո թիմակիցներին բանավեճի ժամանակ։ Բանավեճի ինչ է, եկեք մի հատ պատկերացնենք։ Էլի կանգնացա իշխանություն, էլի կանգնացան դիմություն։ Ու խեղճանում, նվաստանում դառնում են չմո։ Խոսք է տիկնոջ մասին, չէ՞ օրինակ Վահագն Ալեքսանյանի մասին։ Այդ ինչի՞ց է։ Բանավեճի ժամանակ ոստիկան չկա կողը։ Ոչ էլ անվտանգության ուժ, որ գա խոսողին քաշքշի։ Այսինքն իրանց միակ ուժը բանն է։ Իհարկե, եթե չեն ուզում որդեգրվեն Ալիևի կամ Էրդողանի կողմից, դա էլ ուրիշ պատմություն է։ Եթե իրանք քաղաքական բոմժ են արդեն դառել, մտածում են, որ իրանք որդեգրվելու են Ալիևի կամ Էրդողանի կողմից ու այդ ձևով երկրում դիմախոսների հարցը լուծեն, դա էլ ուրիշ պատմություն է արդեն։ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցության սենյակ Երեմ Սարգսյանը փաստաբանն է ասել, բայց հայտնի չի ինչքան ժամանակից հետո։ Ես չեմ կարծում ես շատ երկար տեքստ գրելու ունի, ես
Չգիտեմ էլ դատավորով, ոչ։ Այսօր զուգահեռ նաև Սամվել Կարապետյանի դատն է, Ես ասեմ կանխատեսելորեն պարոն Ծառուկյանին կալանք են տալու, այս ամեն ինչի չի արել, որ մի հրաշք տեղի ունենա, ինչ որ հումանիզմ, 70 տարեկան մարդ առողջական հումանիզմ բրսևորի, այս մարդը ծրագրեր ունի։ մի հատ բան էլ ասեմ, ժողովուրդ տեսենք ինչքան նենք, այնքը գիտի որ մեգա նախագիծ է պլանավոր այս մարդը։ Հիսուս Քրիստոսի արժանի, որը կարա միլիոնավոր դոլարների օգուտ տա, զբոսաշրջություն զարգացնի, քաղաքակրթական նոր այցեկար ստեղծի երկրի համար, չէ բրենդ է, չէ դա։ Ու այս փուլում նույնիսկ էդ է էլի անտեսում։ Այ լավ գոնե ասենք խափամիջոցը այլ ընտրեք, թողեք այդ մարդը իր ծրագրերը անի, էս անի, այն անի։ Երախտամոռ, ապերախտ, անշնորհ, էլ չասեմ, դենքը Ծառուկյանի հետ հին հաշ։ Հյուսիսային պողոտա չեն գնում։ Հա, բայց ինքը մոռացել է ով ասա։ Ով էր այդ կառուցել։ Նրան էլ է պատրաստում նստածնի, էլի։ Էդ եմ ասում, բայց որ տանում ես այն ինչ որ շենացած է, բանա դրանցն է։ Այս Ծառուկյանի հետ սա հին հաշիվներ, չէ՞ ունի։ Ինչ հաշիվներ։ Դա մոռացել եք, որ եսի ինչ հանգամանքներում մեքենան վարվել էր, բոլորին խնդրում էր գրեն Ծառուկյանն է վարել տվել 2000-ական։ Բա դրանից հետո Գագիկ Ծառուկյանի շնորհիվ չի անցավ։ Գիտեք ինչ, նա նիկոլիզմը ոնց է աճը։ Լիքը հեղինակավոր մարդիկ անդադ բերանը փակելու համար ինչ որ ծառա բաներ են արել իրան, որ այդ բան չանի էլի, այդ կեղտոտ գրիչով մարդան շանտաժ չանի։ Հիմա այս մարդը փոխանակ այդ մարկանցից երախտապարտն է, երախտամոռության ամենաբան դրսևորումների հետ գործ ունենք։ Երախտամոռ, անշնորհ, անշնորհակալ։ Այո։ Ապերախտ։ Այս մարդու ճուճելներն էլ գողացան։ Բոլորը Նիկոլի գողությունից են խոսում։ Ինչ ասեմ, դե առուսներին տանելու են ազգային ժողով, հա, ինչի՞։ Չհասկացանք ճուճելներին ինչ են անելու։ Սամվել Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին, հետո ասել է փողոցային պայքարը անպայման լինելու է եւ վերջնական դատարանի բակում ասել է Սամվել Կարապետյանը։ Ինչ են տանում առուսներին։ Իմիջիոնս մեղք են այդ կենթաները։ Որ մի օր մտնեն ազգային ժողով, այդքան շակալ ազգային ժողովում չի կարա մնա։ Շնորհակալություն, այնքան լավ ասեցիք։ Շնորհակալություն, պարոն Սուրենաց, դրանից հետո թե էլի բան եք։ Չէ, ինձ թվում է լավ վերջաբաններ։ Պես կանգար։